թե ինչպես կենդանիները փրկեցին խորտ աղջկան։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի կին։ Նա ունենում է մի հարազատ աղջիկ և մի խորտ աղջիկ։ Այդ կինը շատ էր ատում իր խորտ աղջկան։ Խուլ անտառում մի դղյակ է լինում, ուր ապրում է շան գլխով մարդակերը։ Խորտ մայրը գիտեր, որ մարդակերը ուտում է բոլոր նրանց, ով մտնում է իր դղյակը, և նա որոշում է խորտ աղջկան վերացնել աշխարհի երեսից։ Մի անգամ դիտմամբ հանգցնում է տան բոլոր կրակները և խորտ աղջկան ուղարկում շանգլխանու տուն կրակ բերելու։ Խորտ աղջիկը մտնում է խուլ անտառ, տեսնում է, որ մարգագետնով մի կով է անցնում։ Կովի կուրծքը ուռել էր կաթից։ Կովը խնդրում է աղջկան. «Աղջիկս, աղավնյակս, կթիր ինձ»։ Խորտ աղջիկը կթում է կովին։ Կովը շնորհակալություն է հայտնում նրան, և աղջիկը շարունակում է իր ճանապարհը։ Շուտով նա հանդիպում է մի ոչխարի, որի բուրդը երկարել հասել էր մինչև գետին։ Խնդրում է ոչխարը խորտ աղջկան. «Աղջիկս, սիրելիս, խուզիր բուրդս, թե չէ շատ եմ շոքում»։ Խորտ աղջիկը խուզում է ոչխարի բուրդը։ Ոչխարը շնորհակալ է լինում որբուկից։ Խորտ աղջիկը շարունակում է իր ճանապարհը և տեսնում է պարանը փաթաթվել է մի ձիու։ Ձին խնդրում է աղջկան. «Աղջիկս, խնդրում եմ, քանդիր իմ պարանը»։ Աղջիկը պարանը հանում է ձիու վրայից և շարունակում իր ճանապարհը։ Հանկարծ նրա դիմաց է դուրս գալիս շանգլխանին և հարցնում է. «Ինչ ես ուզում»։ «Խորտ մայրս ինձ ուղարկել է կրակի ետևից», պատասխանում է աղջիկը։ Շանգլխանին աղջկան է տալիս զանգուլակներ և ասում. «Վերցրու այս զանգուլակները ու պարիր, իսկ ես կգնամ կրակի ետևից»։ Այդ ժամանակ հայտնվում է մի պստիկ մկնիկ և ասում է. «Շուտ վազիր խոհանոց, այնտեղ կրակ կա։ Խոհանոցի սնդուկի վրա 2 քսակ կա, մեկը փոքր, մյուսը մեծ։ Վերցրու փոքր քսակը և արագ փախիր, եթե շանգլխանին քեզ բռնի, պատառ կանի»։ Որբուկը վազում է խոհանոց, վերցնում է կրակն ու փոքր քսակը և վազում տուն։ Վերադառնում է շանգլխանին, իսկ աղջկա հետքն էլ չի լինում։ Այնպես է կատաղում, որ քիչ է մնում մկնիկին սատկացնի, բայց մկնիկը հասցնում է փախչել։ Շանգլխանին ընկնում է աղջկա ետևից։ Վազում է նա մարգագետնում արածող ձիու մոտ ու հարցնում. «Այստեղով մի աղջիկ չի անցել»։ Ոնց չէ, պատասխանում է ձին, հենց նոր նա վազեց շանգլխանու դղյակի կողմը։ Շանգլխանին սլանում է դեպի ետ։ Դղյակը տակն ու վրա է անում, նայում բոլոր անկյունները, բայց աղջկան չի գտնում։ Նորից է վազում աղջկա ետևից։ Այս անգամ հանդիպում է ոչխարին ու հարցնում. «Էստեղով մի աղջիկ չի անցել»։ «Ոնց չէ, անցել է», պատասխանում է ոչխարը։ Հենց նոր նա վազեց շանգլխանու դղյակի կողմը։ Նորից ետ է դառնում շանգլխանին, սլանում դեպի դղյակ, տակն ու վրա անում բոլոր անկյունները, բայց ոչ ոքի չի գտնում։ Երրորդ անգամ է նա վազում աղջկա ետևից և այս անգամ էլ հանդիպում է կովին։ Հարցնում է. «Հեյ, էստեղով մի աղջիկ չի անցել»։ Անցել, պատասխանում է կովը։ Հենց նոր նա վազեց շանգլխանու դղյակի կողմը։ Նորից ետ է դառնում շանգլխանին դեպի դղյակ, տակն ու վրա է անում բոլոր անկյունները, բայց աղջկան չի գտնում։ Չորրորդ անգամ է նա սկսում հետապնդումը, բայց իզուր, որբուկն արդեն տանն է լինում։ Իսկ խորտ մայրը զարմանքից շշմում է,
թե ոնց է երջանկացել որփուկը, ինչպիսի հարստության տեր է դարձել։ Եվ ահա մի անգամ էլ նա մարում է տան բոլոր կրակները և իր հարազատ աղջկան է ուղարկում Շանգլխանու դղյակը, որպեսզի կրակ բերի։ Աղջիկը ճանապարհ է ընկնում։ Անտառի բացատում նա տեսնում է կովին։ Աղջիկս, կթիր ինձ, խնդրում է կովը։ Կուրծքս ուռել է կաթից, ցավում է։ Դատարկ բաներով զբաղվելու ժամանակ չունեմ, պատասխանում է աղջիկը և շարունակում իր ճանապարհը։ Շուտով տեսնում է երկար բրդով ոչխարին։ Աղջիկս, խուզիր ինձ, շատ եմ շոքում։ Դե լավ էլի, դատարկ բաներով զբաղվելու ժամանակ չունեմ, պատասխանում է աղջիկն ու առաջ գնում։ Ահա նա հանդիպում է ճանապարհի մոտ արածող ձիուն։ Պարանը փաթաթվել էր ձիուն և ձին խնդրում է աղջկան. Աղջիկս, պարանը քանդիր, այստեղ արդեն խոտ չկա և էլ չեմ կարողանում ոտքի վրա մնալ։ Ասում եմ դատարկ բաներով զբաղվելու ժամանակ չունեմ, պատասխանում է խորտ աղջիկը և առաջ գնում։ Շուտով նա գալիս է Շանգլխանու դղյակը։ Մարդակերը դուրս է գալիս նրա դիմաց ու հարցնում. Ինչու ես եկել։ Եկել եմ կրակ տանելու, պատասխանում է խորտ աղջիկը։ Շանգլխանին զանգուլակներ է տալիս նրան ու ասում. Վերցրու զանգուլակներն ու պարիր, իսկ ես կգնամ կրակի ետևից։ Ու գնում է։ Իսկույն նորից հայտնվում է մկնիկը։ Այ աղջիկ, շուտ գնա խոհանոց, վերցրու կրակը և տես սնդուկի վրա 2 քսակ կա, մեկը մեծ, մյուսը փոքր։ Վերցրու փոքր քսակը և ինչքան ուժ ունես փախիր այստեղից, թե չէ Շանգլխանին քեզ պատառ կանի։ Աղջիկը վազում է խոհանոց, վերցնում է կրակը և մտածում, թե որ քսակը վերցնի։ Հետո վերցնում է մեծը և տուն վազում։ Միայն թե դժվար է լինում վազելը, որովհետև քսակը շատ ծանր էր։ Այստեղ վերադառնում է Շանգլխանին, տեսնում է մկնիկին և գլխի է ընկնում, որ նա ամեն ինչ պատմել է աղջկան։ Կատաղությունից բռնում է նրան ու կտոր-անում։ Իսկ հետո ընկնում է աղջկա ետևից, հասնում է ձիուն ու հարցնում. Էստեղով մի աղջիկ չի անցել։ Ոնց չէ, պատասխանում է ձին։ Հենց նոր մի մեծ քսակ բռնած այն կողմ վազեց։ Շանգլխանին վազում է առաջ, հասնում է ոչխարին ու հարցնում. Էստեղով մի աղջիկ չի անցել։ Անցել, պատասխանում է ոչխարը։ Հենց նոր մի մեծ քսակ բռնած այն կողմը վազեց։ Իսկ աղջիկը վազում է ու վազում, բայց քսակը այնքան ծանր է լինում, որ աղջիկը ուժասպառ է լինում, պառկում է անտառի բացատի եղևնիներից մեկի տակ ու քնում։ Իսկ Շանգլխանին վազում է նրա ետևից, հասնում է կովի մոտ ու հարցնում. Էստեղով մի աղջիկ չի անցել։ Ոնց չէ, անցել է, պատասխանում է կովը։ Ահա քնած է եղևնու տակ։ Շանգլխանին վազում է աղջկա մոտ ու պատառ-անում նրան։ Իսկ մայրը սպասում է իր աղջկան, սպասում, հետո չի համբերում ու գնում է նրան որոնելու։ Անտառի բացատում հանդիպում է կովին։ Դու չես տեսել աղջկաս, հարցնում է։ Տեսել եմ, ոնց չէ։ Շանգլխանին նրան այն եղևնու տակ պատառ արեց։ Մայրը տեղն ու տեղը վշտից մահանում է։ Իսկ հարուստ խորտ աղջկա լուրը հասնում է մինչև արքայազնին։ Նա էլ գալիս է ու ամուսնանում որփուկի հետ։